Նաև հայրենակիցներ շարունակել եմ մեր հարցազրույցը, այսօր շարունակենք այն բանով նպատակով, որ մինչև ընտրությունները ամբողջ հայազգը պարտադիր պետք է սկսի նոր ընտրություններ, ոչ թե սպասելով 2026 թվականի հունիսի 8-ի ընտրություններին, քանի որ միևնույն է բոլոր ներկայացության բոլոր կուսակցություններն կամ կազմակերպություններն պարտադիր պետք է ունենան իրենց գաղափարախոսության մեջ այն համոզմունքը, որ իշխանությունը պարտադիր պետք է լինի 100%-անոց պետականությամբ։ Եթե մինչև հիմա սովետը քանդելով մենք այդ գաղափարը ունենք, որ պետականությունը պարտադիր պետք է ունենա 100% պետականություն, դա համա մեր ազգը, մեր պետականությունը գտնում է այս հայտարարակ կործանված եզրագծում, կարգավիճակում։ Դա համար իմ խնդրանքն է, որպեսզի առաջին չսպասել մինչև 2026 թվականի հունիսի 8-ի ընտրությունների, որտեղ Նիկոլ Փաշինյանին անպայման հաղթելու է, քանի որ բոլոր ուժային կառույցները, դատական իշխանությունը եւ պետ-ղեկ համակարգը իրանք չգիտեն, բայց ասում են, որ աշխատավարձ ստանում են Նիկոլից ու իրեն բարեկամները պարտադիր պետք է ձայն կտան Նիկոլ Փաշինյանին եւ ընտրությունները ինքը կհաղթի, որպեսզի ինքը չհաղթի այդ ընտրություններում բոլոր գործող կուսակցությունները պարտադիր պետք է ունենան այն գաղափարը, որ ով էլ ընտրվի պարտադիր պետք է օրենքով սահմանադրությունում հրատարակի, որ պետականությունը պարտադիր պետք է լինի պետությունը 100%-անոց, ոնց որ խորհրդային միության ժամանակ, որպեսզի մարդիկ իրենց վաղվա օրը հայտնի լինի, աշխատանքի տեղ ունենան այն էլ պետական աշխատանք, պետական վարչատրություն, պետական անվտանգություն, պետական բնակարան։ Ինչ է իմաստացում, մարդկան բան չունեմ ասելու, 2-3 տեղ 4 տեղ տուն ունի, վարձովատարի սարմենը, բայց սովետական հասարակարգում 4 հոգանոց ընտանիքը, ասենք 2 սենյականոց ընտանիքում է, տան մեջ էր ապրում, եւ ընտանիքի քանակը շատանում է, նա տեղափոխում է այլ սենյականոց, ավելի շատ սենյակ ունեցող բնակարան, եւ իր սենյակը պետությունը տալիս է ավելի փոքր ընտանիք ունեցող մարդկանց։ Սա է ճշմարտությունը, ոչ թե բնակարանների պահանջը շատ, բայց մարդիկ 2-3 տեղ բնակարան ունեն ու զբաղվում են սպեկուլյացիայով, կաշառակերությամբ։ Դա սխալ գաղափար